Իմ զրուցակիցը 5-րդ հեռուստաալիքի գործադիր տնօրեն պարոն Հարություն Հարությունյանն է, ողջույն, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, որ եկաք, գիտեմ, որ այդպես կարճատև այցով վաղը պետք է վերադառնաք Երևան, թռիչքից առաջ շնորհակալ եմ, որ եկաք մեր տաղավար։ Շնորհակալություն միշտ հաճելի է Արտուր ջան, քո հետ լինել տաղավարում։ Այո, ասեմ, որ վերջերս այդպիսի մի հանդիպում էր եղել Լակրասենտայի քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ թեման հիբրիդային պատերազմ էր, վերջին շրջանում շատ են խոսում դրա մասին եւ 5-րդ 40 եւ այլն։ Կխնդրեի, որպեսզի դուք այն մտքերը, որ արտահայտեցիք, բացատրելով մեր հասարակության, թե ինչ է դա, Եվրամիությունը ֆինանսներ է տալիս Հայաստանի կառավարությանը, որպեսզի հիբրիդային պատերազմների դեմ օգտագործի։ Ես օրինակ պատկերացնում եմ հիբրիդային պատերազմներ իրականացնում են Ադրբեջանը եւ Թուրքիան եւ միշտ են օգտագործել։ Հիմա կարծես թե անունը դնելով հիբրիդային պատերազմներ իրականում խթանում են Հայաստանի կառավարության վերարտադրության, այդպես է թե ոչ։ Լակրասենտայում Արտուր ջան հանրային, այսպես ասած, հանդիպում էր եւ տարբեր հարցեր են քննարկել, նաեւ ասենք Հայաստանում գործող լրատվամիջոցներ, նրանց այսպես ասած տերեր եւ այլն, նաեւ այդտեղ քննարկվել է խոսել ենք նաեւ հիբրիդային պատերազմների մասին, որովհետեւ թեման շատ նոր էր, Եվրամիությունը այդ հայտարարությունը, որ արել էր 12 միլիոն կարծեմ, հա, 12 միլիոն դոլար, ինչի համար են, ովքեր են, ինչ պետք է անեն։ Տեսեք, հիմա մենք մտել ենք մի փուլ, նախընտրական շրջան ենք մտնում եւ բարձա որ Եվրամիությունը ինքը այսօրվա իշխող կառավարության, գոնե Եվրամիության ղեկավարները, իշխող կառավարության հիմնական, այսպես ասած, աջակցողներն են եւ ըստ իրենց հայտարարությամբ Հայաստանից էին դիմել իրենց, որպեսզի իրենք կարողանան պայքարել հիբրիդային պատերազմի դեմ, շատ տարօրինակ է, բայց երբ որ նայում ես այդ հիբրիդային ասվածը, այնքան տարօրինակ է, այդ 7 տարի մենք ամբողջ հայությունը, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հիբրիդային պատերազմի մեջ է հենց իրաց կողմից։ Իշխող կառավարական ուժերի, նրանց փողակի Պարզավոր է 12 միլիոն դոլար եվրոն, որ իրենք պետք է ստանան, իրենք իրար մեջ պետք է դա բաժանեն։ Ամենափոքր մի բանն ասեմ, օրինակ ասենք վերջերս մեր գործընկերներից մեկը դիտարկում էր արել, այսինքն ուսումնասիրել էր օրվա վարչապետի էջի լայվերի տակ է դրած սրտիկները եւ պարզվել էր, որ 1000 սրտիկներից 200-ը իրական են, 800-ը չինացի են, հնդիկ են, չգիտեմ, մալազիացի են, տարբեր հիբրիդներ են։ Դա, այսինքն հիբրիդ եւ հասկանում եք, չէ, որ դա փող արժի։ Այո։ Դա փող արժի։ Եվ հիմա ավելի շատ սրտիկներ կդնեն, գումարած ավելի շատ կօգտագործեն AI հնարավորությունները, գումարած ավելի շատ Չաթբոտերը, այսպես կոչված։ Չաթբոտերը ավելի շատ կօգտագործեն իրենց սպասարկող սունկ կայքեջերը, որոնք դա բազմաթիվ են, անունը կդնեն պայքար ռուսական ինչ-որ չգիտեմ, հա, կողմնորոշում ունեցող կամ Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի դեմ։ Պարոն Հարությունյան, կարծես թե Երևանից մեզ հարց ունեն։ Առաջարկում եմ իրենցը լսենք, եթե թեման նույն թեմայի մասին է, հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Հույսով եմ շուտով կտեսնվենք այստեղ։ Այսպիսի առաջինը համաձայնվեմ ձեր ասածի հետ, որովհետև քիչ առաջ վերլուծում ենք օրինակ Հայաստանի առաջին ամենակարևոր հեռուստաալիքի ստատիստիկան եւ օրինակ զարմացնում է, որ հասարակ պայմաններում 850,000 ֆոլոուեր ունեցող ալիքը ընդհանրապես 112 on-line դիտող ունի, դա առավելագույն բանն եմ ասում եւ հաստատի բարձր, որ այդ մնացած կոմենտները եւ այլն ինչի շնորհիվ են գեներացվում։ Ես այսպեսի հարց ունեմ, այո, իհարկե Եվրոպան ասաց, որ ինքը սատարելու է Նիկոլ Փաշինյանին բոլոր հնարավոր միջոցներով, մենք արդեն գիտենք, որ անգլիական PR գործակալություններ են այստեղ գալիս, հա, Փաշինյանին սովորացնում են սրտիկել ժողովրդին,
եւ այլն, բայց մյուս կողմից այն բաղձալի մեդիա գիգանտները, հա, իրենք չեն ենթարկվում Եվրոպական միությանը։ Խոսքս գնում է առաջի հերթին Meta-ի մասին, խոսքս գնում է Alphabet խմբի մասին, որտեղ Google-ն է ընդհանրապես, դե գլոբալ առումով Vanguard եւ BlackRock-ի մասին է խոսքը գնում, որոնք հաստատ Եվրոպայի հետ չեն կառավարվում։ Ինչքանով կկարողանա Փաշինյանը հասնի իրենց եւ կկարողանա արդյոք ինքը իրենց համոզի, որ իրենք մտնեն, ենթադրենք նույն Եվրոպական միության հետ դաշինքի մեջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին վարչապետ կարգելու գործում։ Կարգելու։ Ողջույն։ Տեսեք, այո, Meta-ն, Google-ը դրանք տարբեր ուրեմն ընկերություններ են եւ չեն ենթարկվում։ Դուք ճիշտ եք, բայց նույն Meta-ում, նույն Google-ում մեծ գումարներով կարող են պատվիրել, նրանք փող են աշխատում։ Եվ այդ փողը պետք է լինի, որ այդ փողը դնեն։ Հիմա այդ փողը Եվրոպայից կգա, եւ այդ փողը կդնեն նաեւ, ասենք, Meta-ում, Google-ում եւ մնացած բոլոր հարթակներում, որտեղ որ հնարավոր է գովազդի տակ կդնեն, ինչը որ արդեն սկսել են անել, բայց շատ ավելի քիչ քանակով եւ հիմա ավելի կշատանա այդ ամեն ինչը։ Միայն սա չի, հասկանում եք, խնդիրը շատ ավելի բարդ է եւ ավելի մեծ է։ Այո, բրիտանական ընկերություններ կան, որոնք օգնում են, բրիտանական ընկերություններ կան, որոնք ծրագրեր են մշակում նրանց համար, նրանք իրականացնում են։ Մենք մտնում ենք նախընտրական մի ծանր փուլի մեջ, որտեղ արտաքին միջամտությունը շատ մեծ ազդեցություն է ունենալու քվեարկող մարդկանց վրա։ Եվ այս դեպքում հենց պատահական չի, որ հենց փողը հենց հիմա են տալիս եւ այս դեպքում տեսեք, շատ հետաքրքիր մի բան կա, ուրեմն խոսույթ կա այս ձևի, հա, խոսակցական բան կա, որ անընդհատ ասում են, թե հայկական լրատվամիջոցները որտեղից են ֆինանսավորվում, երբ որ հստակ բաց բազաները կա եւ բոլորը տալիս են հաշվետվություն, վերջերս էլ կարծեմ, ոչ թե կարծեմ, այլ հաստատ հետ քարել էր մի ուսումնասիրություն, որտեղ դրել էր բոլոր սեփականատերերի կապերը եւ այլն, հստակ երևում էր, որ լրատվամիջոցը որտեղից է սնվում, բայց քանի որ այդ լրատվամիջոցները ունեն սեփականատերեր եւ այդ գումարը սեփականատերերն են այսպես ասած դոտացիա անում, դա համարվում է կոռուպցիոն ռիսկ։ Իսկ երբ որ գումարը արտասահմանից է գալիս իրենց քիմքին հաճելի, դա համարում են 5-րդ չարասուն։ Բանը հասել է նրան, արդեն շատ ծիծաղելի է, բանը հասել է նրան, որ բոլոր այդ լրատվամիջոցները անվանակում են որպես ռուսի շպիոն կամ ռուսի ստրուկ, եւ ամենազարմանալին է, որ վերջերս սկսել են ազատությանը մեղադրել, որ ռուսի ստրուկ են։ Այսինքն հասկանում եք, ով այսօր իրենց թելը չի թելում, այսինքն դեմ է կամ դեմ չի, այսինքն ով այսօր խոսում է ճշմարտության մասին, ով բարձրաձայնում է ճշմարտությունը, ով հրապարակում է ճիշտ փաստերը եւ փաստարկում է կամ վերլուծություններ է անում, դրանք բոլորը որակավորվում են որպես ռուսի ստրուկ։ Բայց ես ուզում եմ հարցնել ձեզ, պարոն Հարությունյան, օրինակ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունը, դրանք հիմա 5-րդ շարասյուն են, թե իրանք 4-րդն են։ Չէ, դա 7-րդն են։ Չէ, դա ըստ արևմտյան, ուրեմն այս ուժերի, դրանք քաղաքացիական հասարակություն են։ Այսինքն իրականում, եթե խորքային նայես, այսօրվա քաղաքացիական հասարակության դերը իր վրա վերցրել է եկեղեցին եւ եկեղեցու հավատավոր ժողովուրդը։ Բայց միևնույն է, դա անտեսվում է, որովհետեւ նրանք բան են, այսինքն Նիկոլի վարչապետի կողմնակիցը չեն կամ ասենք քննադատում են, ուրեմն քաղաքացիական հասարակությունը համարվում են մյուս 7-8 կազմակերպությունները կամ 10 կազմակերպությունները։ Այդ թեման որպեսզի եզրափակենք այդ հիբրիդների եւ այլ հիբրիդային պատերազմի։ Տեսեք, իշխանությունը ունի ռեսուրսներ, այդ ֆեյքերի պոակը ունի,
ֆինանսներ ունի, Եվրամիությունն է տալիս, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ երևի իրենց հիբրիդային այդ ռեսուրսները կդնեն, որպեսզի Հայաստանի իշխանությանը վերարտադրությանը օգնեն, ընդդիմությունը ինչպես կարող է դրան հակադարձել, այսինքն արդյոք այստեղ եւս փող է պետք, լուրջ փող է պետք, որպեսզի հենց on-line տիրույթում կարողանանք այդ ինֆորմացիոն պատերազմը հաղթահարել։ Դուք ասացիք բանը թուրքերն ու ադրբեջանցիներն էլ փող կդնեն, դրանք արդեն դրել են, երբ որ դու նայես լիքը բազմահազար օկտատերեր կան հայկական սխալ ազգանուններով գրած, տարածքներով գրած, որոնք տեքստերը Google-ով թարգմանում են եւ պարզ երևում է, որ դա հայեր չեն եւ նրանք պաշտպանում են ուրեմն այսօրվա իշխող ռեժիմին եւ դա հստակ է, որ նաեւ կան Թուրքիայից կան եւ նաեւ Թուրքիայից նաեւ Հայաստանից գնացած հայեր կան, մի քանի հոգի գոնե առնվազն, ովքեր հստակ շատ ակտիվ աշխատում են եւ պաշտպանում են այսօրվա ռեժիմին։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կապված, ընդդիմության վիճակը այս հարցում շատ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու, որտեղ ընդդիմությունը այդ ռեսուրսները չունի ֆինանսական։ Այդ միֆը, որ ասում են ընդդիմությունը, նախկինները, միլիարդավոր դոլարները, չգիտեմ ինչ, դա միֆ է, չկա այդ հնարավորությունը, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Ընդդիմությունը ունի այսօր թիկունք, ամուր թիկունք, ժողովուրդ, եւ ինքը պետք է աշխատի ժողովրդի հետ։ Ինքը պետք է աշխատի բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում, պետք է գիշեր ցերեկ ինքը աշխատի։ Ինքը այդ ռեսուրսը չունի, որ բոթեր գնի, ինքը չունի այդ ռեսուրսը, որ պոակ պահի, ինքը չունի այդ ռեսուրսը, որ պոակում հազարավոր դոլարներով աշխատավարձներ տա եւ ասեն, որ նստեք մեր մասին sense բաներ գրեք, չունի այդ ընդդիմությունը, պետք է խոստովանենք, ընդդիմությունը այս մասով մանավանդ հիմա 12 միլիոններ որ իջավ եւ ընդդիմությունը վերջապես պետք է հասկանանք այսօր Հայաստան-Սփյուռք կապնել այնպես է աղճատվել, այնպես են աղճատել, որ հնարավոր չի եւ հնարավորություն էլ չկա, որ Սփյուռքն էլ գոնե մտնի այս աջակցության ծիրին մեջ եւ օգնի, այսպես ասած, նաեւ ընդդիմադիր որևէ կառույցի։ Այո, այո։ Հիմա մանավանդ այդ ֆինանսական վերահսկողությունները կա եւ այլն։ Կարող են մարդկանց գլխին ուղղակի գործ սարքել, որ ասում։ Իրանք եթե ուզենան գործ սարքել, կսարքեն այսպես թե այնպես, կարևոր չի ֆինանսական վերահսկողություն կա, չկա։ Եթե իրանք պետք է գործ սարքել, հիմա տեսեք Հայաստանում ոնց է, խոսեցիր իրենց վարվող քաղաքականության դեմ խոսեցիր, սխալ մի բան ասեցիր, հաջորդ օրը մի անգամից կարող են քո վրա գործ հարուցել, եթե հրահանգը լինի։ Իսկ հրահանգը գիտեք, մեկ մարդ է տալիս եւ այդ մարդը եթե տալիս է, ուրեմն կլինի։ Դուք որպես ընդդիմադիր ալիքի ղեկավար, շատ այդպես հայտնի ալիքի, այդպեսի մտավախություն ունեք, որ կարող են օրինակ, չգիտեմ, փակել ալիքը կամ ինչ որ վնաս տալ կամ ձերբակալել ինչ որ մարդ մի խոսքով ճնշումներ նախ նման մի հարց եղավ նաև այդ Լագրասենտայի հանդիպման ժամանակ ես հստակ ասացի որ ես չեմ ընդունել եւ երբեք չեմ ընդունում որ մենք ընդդիմադիր ալիք ենք չկա այդպիսի հասկացողություն ուրեմն պետքա մենք ճիշտ բառերը ճիշտ անունները իր տեղում դնենք հա ուրեմն կա հասարակության մեջ այդպեսի ընկալումը հասարակությանը պետքա բացատրել կա իշխանական մամուլ իշխանամերձ մամուլ կա ազատ մամուլ հա ազատ լրատվամիջոց իշխանական լրատվամիջոցներ ազատ լրատվամիջոցներ եւ կա երրորդը դեղին մամուլ դեղին լրատվամիջոցներ մենք ոչ առաջինի մեջ ենք մտնում ոչ երրորդի մեջ ենք մտնում մենք ազատ լրատվամիջոց ենք բայց քանի որ հիմա Հայաստանում ես մի քիչ առաջ ասացի Հայաստանում մարդկանց որակելը անվանարկելը կազմակերպություններին անվանարկելը մի բաժակ կոմպոտ խմելու պես մի բան է սովորական մի կում կանեն ու կնստեն կոմպյուտերի առաջ կգրեն քիչ առաջ ասացի հա եթե ազատությունն է դարձել ռուսի ստրուկ մենք ով ենք որ չդառնանք որտեվ իրենց ստերը չի տարածում հա որտեվ իրենց որովհետեւ ազատություն ռադիկալ իսկապես փոխել է որովհետեւ աշխատում են պրոֆեսիոնալներ որովհետեւ իրենք բարձրաձայն մենք շատ լավ հասկանում ենք հա քամին որտեղից է փչում եւ ասենք տողատակերն էլ ենք հասկանում որպես լրագրողներ որպես տարաճանաչներ տողատակերն էլ ենք հասկանում այդ ամեն ինչը մենք շատ լավ հասկանում ենք բայց ազատ լրատվամիջոցի առավելությունը նրանում է որ ունենալով տեր
ինքը պետք է կարողանա իրան ազատ պահի եւ ինքը պետքա բարձրաձայնի եւ հենց այդ ազատ լրատվամիջոցները իրանց քիմքին չեն, հաճելի չեն եւ այդ դեպքում բոլորը դառնում են ռուսի ստրուկ եւ այս ռուսի ստրուկ ասվածը դարձել է իրանց համար ոնց որ մի դրոշակ եւ սրանով գնում են Եվրամիություն, ասում են Ռուսաստանի դեմ պայքարի համար, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար մեզ փող տվեք, գնում են ասում են կաթողիկոսին ուզում ենք հանենք, որովհետեւ ինքը ռուսի մարդ է, աղբերը եղբայրը ռուսական KGB-ի գործակալ է, այսինքն ամեն ինչ իրենք կապում են Ռուսաստան, իրանք գիտեն որ Ռուսաստանը այսօր խնդիր ունի Եվրոպայի հետ, իրենք իրենց հարցերը լուծելու համար, իրենց հարցերն առաջ տալու համար խապում են նաև եվրոպացիներին։ Բայց իրենք գնում են նույն Ռուսաստան, այդպես համեստ մասնակցում են, երեք էլ Արարատ Միրզոյանը ասաց, որ մեր օրակարգում ռուսների հետ հարաբերությունները խզելու տեսեք, թեմա չկա։ Եվ Արարատ Միրզոյանի ասածը երբեք ես լուրջ չեմ ընդունում։ Ես համարում եմ, որ Արարատ Միրզոյանը շատ ավելի բան տղա է, այսինքն խոսքի մեջ, քան թե իր շեֆը, այսպես ասած բոսը կամ իր ղեկավարը։ Բայց եկեք հիշենք, թե ՄԱԿ-ի նիստի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Արարատ Միրզոյանը բողոքում էր ադրբեջանցիների հարձակման պատճառով, իսկ որ վտանգված են հայերի բան, իսկ Նիկոլ Փաշինյանը ասաց ամեն ինչ նորմալ է, տարան դրեցին Արարատ Միրզոյանի դեմը։ Եվ Արարատ Միրզոյանը ասածը ինչ էր։ Նախ այսպես ասեմ, հա, Արարատ Միրզոյանի այդ հարցազրույցը շատ նման էր, ասենք Պետրոսի հետ էր, չէ՞, հարցազրույցը շատ նման էր, ասենք Արման Բաբաջյանը կանչեր Լևոն Շիրինյանին եւ իրար զրուցեին։ Ոչ մի տարբերություն ես ասում եմ չեմ տեսնում տեղ, որտեվ բայց սա այն ինչ որ ասեց Արարատ Միրզոյանը, սա նախընտրական շրջանի համար է։ Սահմանադրություն դեռ իրանք պետքա փոխեն, սահմանադրություն իրանք ինքն ասում որ 102-րդ բազայի խնդիր չկա։ Իհարկե հիմա չկա։ Իրանք ոչ չեն ասելու ժողովուրդ, հեսա մենք հաղթելու ենք, սահմանադրությունը փոխելու ենք, 102-րդ բազային ասելու ենք ստեղից դուրս եկեք գնացեք, ատոմականը փակելու ենք։ Չէ, սա հարցազրույց էր զուտ նախընտրական բանի շրջաններում, հա, եւ նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ականջը շոյելու համար, կարծում եմ, այսպես ճակերտավոր ասած, հա։ Ես դա լուրջ չեմ ընդունում, որովհետեւ կարա Արարատ Միրզոյանը մի բան ասի եւ հաջորդ օրը կամ նույն օրը կամ զուգահեռ վարչակազմի ղեկավարը լրիվ հակառակ մի բան ասի եւ Արարատ Միրզոյանը պարտավոր է այդ հակառակ մի բանը անել։ Նա չի կարող չանել, որովհետեւ նա ըստ էության նրա աշխատողն է։ Դե վարչակազմի ղեկավարը ինքը իրեն էլ հակասող մի բան ասում ամեն օր։ Ազգային ժողովը մի օրինագիծ ընդունեց վերջին շրջանում, վերջերս։ Օտարերկրյա հեռուստահաղորդումների վերարձակման մասին։ Դա կարող եք ասել ինչ է նշանակում։ Արդյոք այս հիբրիդների շրջանակների մեջ է տեղավորվում։ Դա այստեղ բան չկա, կարող են փակել։ Այնքան པարզ մի բան, այսինքն եթե ինչ-որ մեկին պետքա որ ինչ-որ ինքը նայի օտարերկրյա որևէ ալիք, ինքը հանգիստ կարող է դա նայել։ Իհարկե չեն դնելու որ կաբելային հեռուստատեսություններին, ընկերություններին արգելելու են վերահրարձակել այդ տեսակի հաղորդումները, բայց վերջապես կա Facebook-ը, YouTube-ը, TikTok-ը, սոցիալական ցանցերը կան, որտեղ նաև այդ հաղորդումները կան եւ ես բազմաթիվ մարդիկ գիտեմ, որոնք խոսքը հեռուստատեսային, դասական հեռուստատեսային ալիքներով վերարձակման մասին։ Ցանկացած բան, ցանկացած հաղորդում, որը ցանկացած մեկնաբան, որը խոսի Հայաստանի այսօրվա իշխանության սխալների մասին, փակվելու է, հատկապես դրսից, փակվելու է Հայաստանի հանրության համար նկատի ունեմ։ Ցանկացած մեկը, որ կշարունակի շատ ակտիվացնել, հիմա դուք ասացիք հնարավոր է որ ձեզ փակեն, ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ հնարավոր է, եկեղեցու դեպքից հետո ամեն ինչ հնարավոր է։ Եվ ընդհանրապես եկեղեցու դեպքից առաջ էլ ինչերի միջով ենք անցել։ Ամեն անգամ մենք զարմանում ենք, բայց պետք չի զարմանալ։ Այս իշխանության վերնախավը, այսպես ասեմ, իրանց ղեկավարի հետ, իրենք մահապարտներ են, սմերդնիկներ են։ Իրենք ամեն ինչի գնալու են,
ամեն քայլի գնալու են եւ այստեղ է որ ընդդիմության անելիքը շատ բարդ է լինելու։ Եկեք ընդդիմության մասին խոսենք, հիմա ինչ որ վերադասավորումներ են գնում, բևեռների մասին են խոսում, դուք ինչպես եք տեսնում, ինչ Ես զարգացումներ շատ նորմալ գործընթաց է այս պահին, շատ նորմալ գործընթաց է, ես հետևում եմ, լսում եմ քննարկումները, շատ նորմալ գործընթաց է այս պահին, այո, պետք է վերադասավորումներ լինեն, պետք է բևեռներ լինեն ընտրությունների համար եւ այս մասին դեռևս ամիսներ առաջ երկրորդ նախագահը իր խոսքում ասեց, հիմա խմորումները այնպեսին են, որ արդեն ընտրություններից որոշ ժամանակ առաջ որոշները կմիավորվեն, որոշները բևեռների կվերածվեն, մենք առնվազն պետք է ունենանք ընդդիմադիր գոնե եթե ոչ 2, գոնե 3 բևեռ երկուսի մասին բոլորը խոսում են, երրորդն էլ ցանկալի է որ լինի, երրորդն էլ ցանկալի է, գոնե այնտեղ կմտնեն էլի մտնեն մարդիկ, կուսակցություններ, շատ ողջունելի է, այսինքն Լևոն Զուրաբյանի մուտքը, հուսով եմ ինչ-որ մի բևեռի մեջ կտեղավորվեն, պետք է ամեն ինչ անել, որ այս ընտրություններից դուրս գանք գլուխներս բարձր, որտեղ այս ընտրությունները մեր այսպես ասեմ, հա, մեր լինելու կամ չլինելու հարցն է որոշվելու։ Պետականության մասին է խոսքը։ Լինելու կամ չլինելու հարցն է որոշվելու եւ այս դեպքում եւ այդ բևեռները պետք է լինեն եւ այդ աշխատանքները պետք է ընդհանրապես Արտուր ջան, նայ, աշխարհում չկա այլ մեխանիզմ իշխանություն փոխելու։ Կա երկու մեխանիզմ։ Արդար ընտրություններ, որ եթե մի հրաշքով Հայաստանում արդար ընտրություններ լինի, հստակ է, որ այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Բացատրեմ ինչի։ Բոլոր տարատեսակ սոցիոլոգիական հարցադրումներով այսօր իրենք ունեն 12-ից 14%։ Սրա վրա գումարենք վարչական ռեսուրս, հա, որը ի տարբերություն նախորդ տարիների այսպես 100%-ով չի աշխատելու, որտեղ բոլորը զզված են արդեն, եւ գումարենք, ասենք, իշխանության ունեցած հնարավորությունը խախտելու, խախտումներ անելու համար ավել պակաս չի լինելու 7%-ից, որտեղ չեն կարողանալու։ Այսինքն այս ամբողջը որ գումարում ես իրար, այսինքն լավագույն դեպքում 35% է դառնում։ Այո, բայց դուք ասում եք ամբողջական, եթե օրինակ 100% մասնակցություն։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ ընդդիմությունը պետք է կարողանա այն գզիրի պես դռնեդուռ ընկած համոզի մարդկանց, որ եթե նույնիսկ դու ինձ չես ուզում ձայն տաս, ցավը տանեմ, սիրելիս, արի գնա ուրիշին ձայն տու, բայց արի մասնակցի այս ընտրություններին։ Այսինքն, այսպես մասնակցությունը պետք է բարձր լինի։ Այսպես է, ընդդիմության հույսը մասնակցությունը բարձր լինելն է, իշխանության հույսը մասնակցությունը ցածր պահելն է։ Այդ ուղղությամբ իրանք աշխատում են։ Իրանք այդ ուղղությամբ են աշխատելու, իրանք պետքա վախեցնեն, իրանք պետքա ձերբակալեն, իրանք պետք է նստացնեն, պետքա զանգեն, ասեն, եթե դու միացես բան ես արել, քեզ անպայման քրեական գործ, իրանք պետք է կախեն այդ գործերը մարդկանց գլխին, որպեսզի վախի մթնոլորտում մարդիկ հիասթափ իմիջիայլոց կա այսօր Հայաստանում կա այդ խոսակցությունը, որ դե ոչ մի բան չի փոխվելու, էլի ինքը ընտրվելու է, սա լրիվ նիկոլական թեզի մեջ մտնող խոսակցությունն է, որ էլի ինքը ընտրվելու է, ոչ մի բան չի փոխվելու, ուրեմն նույն մարդիկ ասում էին, երբ որ Նիկոլին բերեցին, ասում էին, ոնց բերել ենք, նենց էլ ռադ կանենք։ Հետո տեսան, որ չեն կարողանում իրանց ռադ անեն, հա, հիմա ասում են դե ոչ մի բան չեն կարող անենք։ Ինքը անցնելու է։ Սա լրիվ ձեռա տալիս, ուրեմն այսօրվա եւ ովքեր որ այս մասին ասում են, այս ձև ասում են, պետք է համարենք, որ սրանք լատենտ նիկոլականներ են։ Պետք է ամեն ինչ անել։ Հա, ինչ էի ասում։ Աշխարհում կա ուրեմն 3 այս տարբերակը՝ դեմոկրատական ընտրություններ, հեղափոխություն, որը Նիկոլը եկավ, բարձր չէ՞ որ Նիկոլը հեղափոխությունով եկել իշխանության, եւ դեմոկրատական ընտրություններով չի եկել։ Եվ երրորդը կա, որի մասին հիմա ես կասեմ։ Հիմա բայց տեսեք, բացառվում է Հայաստանում ինչ որ հեղափոխություն այս վիճակում, հիմա այս վիճակում, որովհետև Նիկոլ այսօր իր շուրջը ինքը թողել է ամեն ինչ թողել է եւ ուժեղացրել է ոստիկանությունը, պարեկները, դատախազությունը, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե եւ այսինքն ուժայինները եւ ինքը դրանով ինքը իրան ավելի պահպանված ազգում, բայց որևէ երկրում
որևէ ժամանակ որևէ ուժային հզոր կառույցների արկայության դեպքում որևէ ղեկավար իզորու չէ կանգնել ժողովրդի ցասման դեմ։ Եթե ժողովուրդը տեսավ, որ դեմոկրատական ընտրությունների միջոցով հնարավոր չէ արդարություն վերականգնել, հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, լինելու է ցասում։ Եվ այդ ցասումը ոչ թե ընդդիմությունն է ղեկավարելու, ոչ, դա լինելու է քաոս Հայաստանի Հանրապետությունում, այսինքն շատ վատ հետևանքներ է ունենալու։ Սա պետք է իրանք հաշվի առնեն եւ չգնան այդ քայլին։ Մասամբ պատասխանեցիք իմ վերջին հարցն է ուզում տալ, ինչ կլինի, եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը գնա իր բոլոր ռեսուրսները կիրառելու, ուժը, բռնությունը, կեղծիքը, սուտը եւ մնա իշխանության։ Ինչ կարող ենք։ Ես արդեն ասացի, այո, ներքին իմաստով ասացիք քաոս, իսկ ընդհանրապես Հայաստան ես կարծում եմ ընդդիմությունը պետք է գնա ընտրությունները ունենալով պլան B-ն։ Եթե ընդդիմությունը չունի պլան B, իմաստ չունի գնալ ընտրությունների։ Ես կարծում եմ, որ կունենա այդ պլան B-ն, եւ հիմա այդ խորհրդակցությունները նաեւ դրա համար են։ Պետք է աշխատել։ Պետք է աշխատել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, այդ աշխի զրույցի համար, հաջողություն եմ մաղթում ձեզ։ Շնորհակալություն։